մեր այս ամբողջ պայքարի անցնցում ընթացքն է, որ մենք գտել ենք։ Այսինքն անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունը եթե ուներ մի ուղի, որը դանում էր թեպի փակուղի, մենք այժմ գտել ենք մի ընթացք, մի այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում եւ որի շնորհիվ ձևավորվելու է զուգահեռ իշխանություն, բարին իմաստով։ Եվ եթե նկատեցիք վերջերս Սերժ Սարգսյանը, որ խոսում էր, հիշելով Ռաֆի Հովհաննիսյանի իր 3 խորհուրդները կամ տարբերակները, որ ես արդեն չեմ էլ զանազանում նրա խոսակցությունը, նա հիշատակել էր մի միտք, հուշելով Ռաֆուն, որ տարբերակներից մեկը այն է, որ կգնաս Ազատության հրապարակ եւ դու քեզ 80%-ով նախագահ կհռչակես եւ կսկսես ձևավորել զուգահեռ իշխանություն, եւ այդ ժամանակ ցեզ մոտ կզբաղվեն իրավապահ մարմինները։ Սա նաեւ մատնացույց է անում մեզ այսօր, որ ճիշտ ուղին սա է։ Եթե նա կարծում է, որ այդ իր սպառնալիքով մեզ պիտի վախեցնի, չարաչար սխալվում են, տակառակը մեզ նա օգնում է, որ բոլորս հասկանանք, որ ճիշտ ուղին դա է։ Եվ քանի որ մենք գործելու ենք ամբողջությամբ, կորձող սահմանադրությամբ, տրամաբանության շրջանակներում, նրանք եթե համարձակվեն ինչ-որ դիմելու ռեպրեսիվ միջոցների, այդ որոշումը իրենց եւ այդ արարքները կդանեն միայն իրենց սպուրգի շուտապույտ քանդման։